Ողջույն հարգելիներս, բարի գալուս նոր վլոգ, մեր մոտ առավոտ շուտ է, անոտատիկը երեխաներին տարել էր եկեղեցի եւ եկեղեցում այսպես համեղություն էին երեխաներին նվիրել, ասելով, որ նապաստակն է եկել եւ ձեզ համար համեղություններ է բերել։ Աղջիկներս այսօր դեկտեմբերի 1-ն է, ծմրան առաջին օրը եւ առավոտ շուտ ուր եմ գնում, տուն եմ գնում, երեխեքից բերեցի դպրոց։ Մանկապարտեզ, շատ են հարցնում Աննա ջան, Մարիային չես տանում։ Աղջիկներս, Մարիան հիվանդ էր, արդեն լավացել է։ Մնում է Մարիայի մայրիկը գա տուն, Մարիային տանի հիվանդանոց, պետքա սպրավկա վերցնի, որպեսզի նոր տանենք մանկապարտեզ։ Նախքան մանկապարտեզ տանելն է, պետքա Մարիայի ատամները հեռացնեն, նոր ուղարկեն։ Այդ իսկ պատճառով չենք տանում, սպասում ենք ատամներն հեռացնեն, նոր ուղարկենք։ Այդպես սիրուներս, դրա համար չենք տանում Մարիային, եթե սպրավկի խնդիրը չլիներ, ատամների խնդիրը չլիներ, միանշանակ ես կտանեի, կբերեի, ինձ համար տարբերություն չկա, որտեղ երկու երեխեն, այնտեղ էլ Մարիան, ծաղիկներին նայեք ինչ սիրուն է։ Արդեն ձմեռ է, բայց դեռ ծաղիկները ծաղկած են, խոտերը սիրուն այսպես կանաչ, ոնց որ գարուն լինի, բայց դե ձմեռ է, լնայեք։ Բոլոր այս բակի խոտերը հավաքել են, տերևները, նայեք էլ տերև չկա, ամբողջը քամին թափել է, թե բնականաբար ձմեռը մաքրում են։ Տեղեր կա, որ մաքրած չի, բայց տեղեր կա, որ փայլում է։ Ես էլ պետք է այսօր մաքրեմ, այսօր ինչ ուզում ա լինի, պետք է մեր բակը մաքրեմ, հավաքեմ, վառեմ, որովհետև այս օրեկուց եմ ասում, այս օրեկուց այդպես էլ մնում է, պետք է անցնեմ գործի, որ գործը առաջ գնա։ Այդ իսկ պատճառով աղջիկներս գնում ենք տուն, մի հատ սուրճ ենք խմում, սկեսուրից թխած տորթով, դեռ համը չեմ տեսել, առավոտ շուտ Գյորգին պետք է երեխեքին բերեր, հետո արդեն իրանք պետք է գնային Ստավրապոլ, Անոծետյան տարավ ճանապարհի, Աննայի մամային, Աննան քանի որ չգիտենք, այսօր դուս կգրեն թե վաղը, իսկ Անոտոտան գործեր ուներ, պետք է այսօր գներ։ Գյորգին տարավ ճանապարհի, ես էլ երեխեքին բերեցի, տորթը կտրել ենք, բայց դեռ համը չենք տեսել։ Հիմա կգնանք մի հատ սուրճ կխմենք, դրսի գործերը կանեմ կվերջացնեմ, հələ նայեք ինչ սիրուն է, մաքուր, խնամված։ Դրսի գործերը կանեմ կվերջացնենք ու կանցնեմ այդ բակը մաքրելուն, աղջիկիկ ջան։ Այսօր օրը երկուշաբթի է, հիշում եմ պապաս միշտ ասում էր երկուշաբթի օրերը շատ ծանր օր է լինում, հիմնականում թեթև օրերը երեքշաբթի օրվանից են սկսվում, այդպես էր ասում, բայց այսօր այնպես պետք է անենք, որ թեթև անցնի, ծանր օր չլինի, դե արդեն մռայլ է, բայց ես այս եղանակներն եմ սկսում աշխուժանալ, գործ անել, մաքրություն անել, չգիտեմ, մի տեսակ տենց էներգիա է գալի մաքրություն անելու, հələ տեսնենք, հələ որ լավ եմ արթնացել, հեն որ հոգնած տեսքով, ջարդված մարմինով չեմ եկացել, որ ալինում, որ չես էլ ուզում, տեղայիցդ վեր կենաս, որ մի կերպ ուզում ես ես վեր կենաս գործ անես, բայց այսօր ինձ համար ոնց որ թե այդ օրերից չի, այսօր շատ էսպես տրամադրված եմ արթնացել, որ լավ գործ անենք իրար հետ։ Գնացինք աղջիկեք ջան, գնանք տուն ու անցնենք գործի։
Աղջիկներս ինչպես տեսակ ննջասենյակից վերջացրեցի, հյուրասենյակը նույնպես արդեն փայլում է, հանձնում ենք դոգասենյակ եւ լբանում ենք խալին։ Փոքր խալի է, կլբանամ կվերջացնեմ ու նոր սուրճ կխմենք։ Դրսում շատ մռայլ եղանակ է։ Ինչպես արդեն նշեցի առավոտ շուտ, դեռ եղանակը չի բացվել։ Աղջիկներս, այս փոքր խալիս եմ լվանում դեկտեմբերի 1-ով, արդեն ծմեր է, ես նոր եմ խալի լվանում։ Խալիս մոտավորապես 2-3 ամիս էր հեռացված էր ննջասենյակից, տեղափոխված էր մեր գաղտնի սենյակ, հա, որտեղ որ պահում ենք այն իրերը, որ դեռ ընթացքում չենք օգտագործում, այլ այդտեղ ենք տանում, եւ ահա որ կեղտոտվել է։ Հիմա բնականաբար պետք է լվանամ, որովհետեւ նոր տարին պետք է ամբողջովին մաքուր դիմավորենք, ոչ մի կեղտոտ խալի, չգիտեմ, սպիտակեղեն, յորղա, ոչ մի բան չենք թողում այդպես։ Հիմա ինչ ենք անում, բնականաբար լվանում ենք, ինչով եմ լվանալու, սև ոճառով եւ դոմեստոսով, որովհետեւ ինքը գույնը այն տեսագույնն է, որ ժավել է լցնես դոմեստոսը, դες գույնը ընդհանրապես չի փոխվում։ Պիցա ենեմ։ Երջիկներով, հացով։ Պանիր ունենք, պանիր, պամիդորը սաղ մանր կուբիկներով կդրում եմ, խառնը, չէ։ խառնեմ իրար մայոնեզով։ Սոուսներ սարքեմ կսեմ վրեն, հացի տնեմ տուխովկեն։ Վերջում էլ քերած պաները կլսնեմ վրեն։ Դեպս հանգար միսկել ես Մարիա ջան։ Это как бананы похож. Бананы похож. Կծուր անա։ Չգիտեմ, համը չեմ տեսել։ Չես կիրե։ Պետք է որ կծուեղնի։ Չէ։ Մեր հողամասի վարունգն է։ Նազարվանն է։ Չէ։ Չէ։ Չէ կառնի շոմա։ Կծու չէ։ Լավ է։ Շատ քիչ ունի կծություն։ Կեր, լավն է, կեր։ Չես ուտում մի կեր։ Մարիան ասնա կծուա։ Դու ասեցիր։ Ռեցեպտը դու կդիր։ Ինքը դիագնոզն ինքն ա տվել։ Հա, այս ինչ ռեցեպտ։ Խմորեղենի կարագին ինչքան կարագ գնաց։ 50 գրամ խմորի մեջ ենք լցնում։ Փորձում։ Հա, փորձում։ 150 գրամ։ Համար 200 գրամ։ Соусы кетчуп и Իրեք կտալ սոտա։ Որոշեցի պիցա թխեմ հացով։ Հասնարա եկա։ Կտրդած սոմիներն այլ է պատրաստում։ Խառնել եմ երկու տեսակի երշիկ, վարունգ, Հայաստանից բերած պանիր ունեի, խալաձելինգներ շատ էր սառած։ Մինչև որոշեցի արդեն ուշ էր։ Չհասցրեց հալվել, որ լավ էր։ Բայց մարազիլկե շատ էր սառը։ Ճորկեցի։ Բերուխա ջան, փոշ շամնում ոնց որ կոկոսի փոշ ելնի։ Ոչինչ, ես մեկը մեջը հալվելու է։ Պանիրը ճորկելու։ Սրանից հետո խառնելու եմ մայոնեզը։ Ես այս սլաբադան եմ սիրում, սլաբադա մայոնեզն եմ խառնելու։ Բայց ունենք ուրիշ մայոնեզներ, կա սիրնի մայոնեզ, բայց ես սիրնի մայոնեզը սոուսի մեջ եմ խառնել, որ հացերի վրա կսեմ։ Մի քիչ էլ սրանից եմ խառնելու։ Ակուսել է նայենք, տեսնենք, ինչ չափսի է լուզվում։
Может հերիկա։ Հələ կփորձեմ տեսնեմ ոնց է ստացվում։ Մտածի, սպասի։ Երեխեքին խապելու միջոց է։ Մենք որոշել ենք պիցա թխենք, բայց որ Անան հիվանդանոցներ պիցայի ամեն ինչն ունեին, բայց չարինք։ Այսօր ես երեխեքի սրանցով պիտի խապեմ։ Մայոնեզ բանքսի նոր Բայց տոմատի մածուկնո սոուսը կսեմ երեխեք ջան։ Նոր հետո մայոնեզա ու տոմատա չի։ մայոնեզ, տոմատ, բայց ես այս սրան սոուսին այսօր բանի սիրնի մայոնեզը եմ լցրել։ Սիրնի սոուս։ Սիրնի սոուս։ Ես չգիտեմ ոնց կստացվի, հլոր փորձում եմ։ Պիցա եմ սարքում։ Пицца из хлеба. Да, հացով պիցա սա։ Հացով պիցա։ Բայց սոուսը շատ համով է եղել անա։ Հա։ Երևի այդ սիրնից է։ Շատ համով սոուս է եղել։ Можешь купить. А смотри. Азим, давай пей, там конфеты. Еще раз. Փորձեմ տեսնենք ոնց կստացվի։ Это из салата? Это Երշիկա, Երշիկա, վարունգա, վարունգ, պանիրա, պանիր, հետո ինչ։ էլ ինչ կար։ Հետո ինչերոր։ Մայոնեզ։ Майонез. А. Վերջում է պանիր պետքա ծյոկկաս։ Так. Вот ты. Բարերը ուղարկելու ենք Ну, у нас. մեր Աղջիկն այս տեղափոխում ենք ջեռոց 5-ից 10 րոպեով։ ավելացնելու ենք պանիրը, նորից ուղարկելու ենք ջեռոց։ Хасик. Мама, или насать ролл чулбаса афанума. Էլին զարթնելա։ Вкусно будет. Посмотрим. Если не вкусно, то ты не будешь такое готовить? Если не вкусно, второй раз не буду. А если будет вкусно? Էսի Էրիկ տատիկը շատ շուտ տեսել էր։ Ага, Նա как? ծոցյա էր սարկում, միտս էի պահել, այսօր որոշեցի փորձել։ Сусата ты. Հա, Замебахуса. Я с Грохоси, наверное, хочу учиться готовить что-то вкусное. հա, դու դասերից սով ազիզ չա։ Больше ничего не нужно нам. Եկավ։ Էսի նորից դուխովք են։ Նորից գնա ջեռոցում։ Աղջիկներս մեր մինի պիցաները արդեն պատրաստ են եւ եկեք վայելելու։ Համով է եղել։ Չգիտեմ։ Ասեք համը տեսնենք, մի հատ խրխրտացնենք։ Հողով պանիրը ծորում ատե։ Ինչ ավեսի այ պանիրից կարելի առնել։ Այ ես էլ եմ սիրում։ Որ ծորում է, չէ։ Հա։ Պիցայի պանիր։ Շատ համով է եղել։ Հա։ Մալադեց, ահա։ Իմ ստեղծագործությունն է։ Իմը չի, բայց շատ Շո է բաղուց սարը։ նկատել էի, բայց էպել է անլրիվ։ Համով է։ Այ համը տես։ Հետո տակա։ Շատ տակած պտուծես։ Ժողովուրդ ջան, ես ուղղակի երեխեքին խապելու միջոց էր։ Այսօր ես խապեցի թորներից։ Դե մեծերին էլ է դա։ Այնպես չի որ։ Հեշ նախաճ։ Մյուսինին էլ կեպի։ Դե մարդիկ են էլի պապրոբույս կելել հաշվի վրա։ Համով է եղել ապրես։ Անշեղն է։ Մենք անցնեմ ճաշի գործին։ Ճաշեպեմ։ Երբ ես վեկալես։ Գաղթիները զարկաստամին չկերավ, սամոքսը սխավում է։ Լպաչի կուրիկի։ Լպաչի նա Ելինա ոնց է քեզ կարոտե։ Папа, идем! Սոֆիան եկավ։ Ди-ди-ди-ди!
Էդ ինչ ես վիտը, տաղճան տորթ է, սար է սաղ։ Հլա։ Մարիաս թե։ Չէ, երկուսն է։ Պոչիմ քեզի կյոն։ Ոնց է։ Սոֆիա, արի։ Միա ընկերուին այգե պաչմա։ Էսեր ասենին ու էլիգին, հա Մարիաչան։ Աղջիկներս գրեթե գործերս վերջացրեցի, լվասկը նոր սպիտակ եղինը բերեցի փռեցի, կամ տեսնեմ ձուկա թե չկա, շջուլ բազը գալիս է, սաղ ձուն տանում ուտում է, ահա մեկը նստած է, բայց չգիտեմ երբ կվերկենա, որ տեսնեմ, պետք է անդադ ուշադիր լինեմ, թե չէ շջուլ բազը տանում է, Հազերը ման են գալիս, այսօր հասցնեմ ստուզը փակեմ, տեսնենք, վրան թուս կա, ու ինքը արդեն նորից սկսում է բողբոջել, հա, նայեք,